հյուրը արդեն տեղում է, Ռոբերտ Մարգարյանն է, քաղաքագետ, ողջույն եւ բարի վերադարձ, ասեմ պարոն Մարգարյանը նոր է վերադարձել Հայաստանից, դրություններին այնտեղ էր եւ նախընտրական եւ ընտրական եւ հետընտրական գործընթացներին գիտեմ որ արդեն խոսել եք մեր եթերում մեր գործընկերների հետ քաղաքական ներքաղաքական թեմաներով ուղղակի մեկ հարց ինչ իրավիճակ եւ ինչ սպասել ինչ ակնկալել Հայաստանում ծավալվող իրադարձություններից Անշուշտ արդյունքները արդեն բոլորս էլ գիտենք այն չէ որ ինչ որ ակնկալում էին կամ մեր բոլորիս սրտից հանկություն էր այսինքն իշխանապողություն եւ իշխանությունը Նիկոլից վերցնել բայց անկեղծ ասած ես հուսալքված չեմ եւ հիասթափված չեմ այդ առումով կարծում եմ դեռ ամեն ինչ արժևում է եւ հնարավորություններ կա ինչ որ բաներ անելու եւ շփվելով տեղի ժողովրդի հետ կարծում եմ նույն տրամադրություն նաեւ այնտեղ է տիրում այսինքն պես չի որ հանձնվել են եւ 5 տարի սպասելու են կամ անդրժելու են այս իշխանության գոյությունը ամեն դեպքում ես վստահ եմ որ այս իշխանությունը կամ եթե այս ազգային ժողովը ձևավորվի երկար կյանք կարծում եմ չի ունենալու եւ ամեն դեպքում ինչ որ փոփոխություններ արժևում լինելու այ կարծում եմ պիտի մի քիչ համբերատար լինենք որովհետեւ գործընթացները գիտեք արդեն այսօրվանից սահմանադրական դատարանը վերջին իրավական սահմանադրական այդպես գործիքակազմն էր որ ընդդիմություն ունի օրենքի շրջագծում բողոքարկելու ընտրությունների արդյունքները եւ բնականաբար պետք է դա օգտագործել դա արդեն օգտագործում է հիմա երկշաբաթի հետ չեմ սխալվում ժամանակա ընթացքում դրա արդյունքները բարձվելուց հետո կարծում եմ մի քիչ ավելի հստակեցումներ կլինի թե ինչա լինելու ինչ չի լինելու հիմա հաճախ ընդդիմությանը մեղադրում էին որ պլան B չունի կամ չեն իմանում ինչ են անում մտել են ընտրությունների մեջ ես չեմ պատկերացնում որ ընդդիմությունը այդպես է եղել հավանաբար ունեն ինչ որ պլաններ հաջորդական հետագա քայլերի համար բայց ամեն դեպքում մինչև այս գործիքակազմը այս փուլը չի սպառել իրեն իրավական այդ փուլը պիտի սպասել եւ դրանից հետո կարծում եմ մեկ նոր զարգացումների ականատես կլինի շատ լավ Ռոբերտ ուզում եմ խոսենք Իրան-ԱՄՆ հարաբերությունների մասին ստորագրվեց այդ փոխհամաձայնության հուշագիրը եւ խոստանում են խաղաղություն Նախ կուզեի իմանալ որքանով հարատև կարող է լինել այդ խաղաղությունը, որտեղ մենք ժամանակ առ ժամանակ տեսնում ենք հայտարարություններ եւ այստեղից եւ այնտեղից։ Իհարկե հասկանալի է, որովհետեւ Թրամփը ադմինիստրացիան խնդիր ունի իր ներքին սպառման համար ցույց տալու, որ ինքը հաղթող է, նույն խնդիրը ունի նաեւ Իրանի իշխանությունը այդ ռադիկալ տրամադրված զանգվածներին մեղմելու համար ասելով որ իրենք են հաղթել, բայց երբեմն դրանք վերածվում են նաև ասենք ռազմական։ Օրինակ այսօր կարդացի, որ հենց Թրամփն էր ուրեմն հրապարակել, որ դրոններով հարվածել են եւ շատ թանկարժեք մի նավ են խորտակել թեին։ Այսինքն քո կարծիքով որքանով հարատև կարող է լինել այս խաղաղությունը եւ ինչ սպասենք այդ ճակատում։ Ասեք ես չգիտեմ որքան հայմատությունը ճիշտ կլինի անցկացնել, բայց մի տեսակ շատ նմանություն կա Իրան-Ամերիկա հակամարտության եւ հայ-ադրբեջանական հակամարտության։ Նույնիսկ ժամանակահատվածները նայենք մոտավորապես նույնքան վաղեմություն ունեն, ասենք մեր խնդիրները Ադրբեջանի հետ հիմնականում սկսվել 1988 թվականի Ղարաբաղյան շարժման ձևավորումից հետո, այդտեղից է հակամարտությունը հիմնականում սկսվել Իրան-Ամերիկա հակամարտությունը սկսվել 1975 թվականից, 80 թվականից, երբ Միացյալ Նահանգների դեսպանությունը Իրանում գրավեց, այդպես նոր իշխանության եկած այդ խավը գրավեց, դրանից հետո սկսվեց։ Հիմնականում 8 տարվա տարբերությամբ գրեթե նույն, այդպես ասած, ժամանակա վաղեմության առումով նույնն են երկուսն են։ Հիմա պատկերացրեք, մենք չենք կարողանում համոզել կամ հավատացած լինել, որ օրինակ հայ-ադրբեջանական հակամարտությունը կարող է մի թղթի կտոր ստորագրելով միանգամից այդ ամեն եղած թշնամանքը հակասությունները միանգամից վերանալու են եւ մենք խաղաղ այսպես վարդագույն իրավիճակ ենք ունենալու հայ-ադրբեջանական հարաբերությունից տեսնում ենք որ չի ստեղծվում մոտավորապես նույնն է կարելի ասել Իրան-Ամերիկա հարաբերությունը որտեղ այնքան խորացած է այդ թշնամանքը անվստահության մթնոլորտը խնդիրները որ եկել են տասնամյակների ընթացքում կուտակվել են եւ կողմնակի հանգամանքներ որոնք կան օրինակ համար դուք մատնանշեցիք օրինակ հայ-ադրբեջանական հակամարտությունը Ադրբեջանի չվերջացող ատելությունն է հայ ժողովրդյան տեսնում ենք այսպես կողմից խոսում է խաղաղության մասին բայց իրենց համայնքներում դպրոցներում հայերի հանդեպ ատելություն են սերմանում կամ խոսում են շարունակաբար արևմտյան այսպես կոչված Ադրբեջանի մասին նույնը մոտավորապես այստեղ խանգարող հանգամանքներ կան օրինակ Իսրայելի ներկայությունը կամ գոյությունը նույնն է օրինակ համար մինչև այսօր չի հաշտվում այդ իրողության հետ ամեն դեպքում հիմա պատկերացնել որ այս թղթի կտորը որ ստորագրվեց կամ փոխհամաձայնությունը որ ստորագրվեց Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև վերջնական խաղաղության ա բերելու կարծում եմ մի քիչ բարձամտություն կլինի այս փուլում
երկու կողմերին էլ, թե Իրանին եւ թե Միացյալ Նահանգներին, ես կարծում եմ անհրաժեշտ էր ինչ-որ խաղաղություն, որ չգնային պատերազմի։ Պատերազմը ոչ մեկի համար ձեռնտու չէ։ Իրանը բավական բան կորցրեց պատերազմի ընթացքում, թե ֆինանսական առումով, տնտեսական առումով, ենթակառուցվածքների ոչ միլիարդավոր դոլարների վնաս ա կրել, որոնց վերականգնումը բավական նյութական եւ ժամանակի առումով խնդիր ա ստեղծելու, բարձրաստիճան ղեկավարների կորցրեց այս պատերազմի ընթացքում։ Հետաբար իրեն ձեռնտու չէր նոր պատերազմի սկսվելը, կրկվելը, սկսվելը եւ շարունակվելը, փորձում էին ամեն ինչ անել, որպեսզի պատերազմը չլինի։ Արգելափակված էր Այո, իդեպ, օրինակ Թրամփը շարունակաբար խոսում է, որ մենք շրջափակման ենք ենթարկել Իրանին, շատերը այդպես ասած թերավատորեն են մոտով ինչքան ազդեցիկ ա եղել։ Մի քանի օր առաջ Իրանի նախագահի ելույթներից մեկի ելույթ էր, որ ինքն ուներ, թե շատ հստակ կերպով պարոն Փեզեշկյանը ինքն է խոստովանում, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում նույնիսկ մի քանի տակառ, այդպես ասած, բարել լավ չեն կարողացել վաճառել, նյութական խնդիր կա, բիզնեսը չի աշխատում, հարկերը չեն կարող հավաքել եւ լուրջ մտահոգություն էր հայտնում, որ փող չնետդոքում ինչպես պետք է երկիրը ղեկավարել եւ ծայրակականերին ասում է, թե կարող եք ավելի լավ ղեկավարել, դուք արեք ղեկավարեք։ Այսինքն խնդիրներ ամեն դեպքում ստեղծվում է։ Մյուս կողմից Թրամփին էլ կարծեմ ձեռնտու չէր, պատասխանը քանի անգամ սպառնալիքներ ընչեցրեց, բայց ոչ մի անգամ սպառնալիքները չիրականացրեց։ Կարծում եմ հասկանալի է, որ Թրամփին էլ նոր պատերազմի ձեռնտու չէր, տնտեսական խնդիրներ, ներքին խնդիրներ, տեսակ քանի հանրապետականներ արդեն սկսեցին Իրանից երես տեկել, սենատում քննարկումների ժամանակ իր դեմ ձայն տվեցին։ Միևնույն ժամանակ տարածաշրջանի երկրներն էին փորձում ամեն կերպ խաղաղությունը պահպանել, քանի որ իրենց էլ ձեռնտու չէր պատերազմը։ Այս ամբողջը բերան մեկ տարբերակի, որ այսպես ասած վին տարբերակով համաձայնության գալ, գոնե առայժմ չլինի։ Հիմա ես կարծում եմ Իրանը հույս ունի մի 2 տարի էլ այսպես յոլա գնա մինչև Թրամփի ժամանակաշրջանը ավարտի, հույս ունենալով, որ հետագային ինչ կլինի։ Բայց տեսնում եք արդեն հենց այս քանի օրերի ընթացքում Իսրայելը շարունակում է հարվածները Լիբանանի հարավի դեմ դեռ մինչև 3 էլ այսօր էլ նորից սպառնալիքա կարդացել մի քանի տարածքներ ասել է դատարկեք հարձակվելու եմ։ Իսրայելի կողմից հարձակումները կան, այսինքն այն պայմանները, որ դրված են այդ խաղաղության փաստաթղթում, չի իրականացվում իրականության մեջ, պատերազմը այնտեղ շարունակվում է։ Այս մեկ կողմից արդեն դուք նշեցիք Թրամփն էր քիչ առաջ այսօր գրառում կատարել, որ Իրանն էլ այդ սպառնալիքները շարունակում։ Իրանի բարձրաստիճան պես ասած զորակայանի կողմից Խաթամ ալ-Անբիայի կողմից սպառնալիք էր հնչեցվել, որ իսրայելական օթանավները շրջում են մեր հարևանության մեջ, դա թույլատրելի չի։ Մի խոսքով, մի քիչ այդպես պատկերացնել, որ խաղաղությունը վերջնական է, այդպես չի, բայց կողմերը փորձում են հիմա պես ասած մի քիչ զսպվածություն ցուցաբերել։ Այսօր աչքովը զարնեց Թրամփի եւս մեկ ուրեմն գրառում այն մասին, որ մեզ համար, Միացյալ Նահանգների համար բացվում է նոր շուկա, դա Իրանն է, եւ կարծես թե դա ուղղված է ներդրողներին պոտենցիալ, որ Իրանում ներդրումներ անել եւ ուզում եմ այդ տեսակետից Տիգրանը քիչ առաջ ասաց, որ TRIP-ը այսպես ասենք թուրքական նախագիծ է, համաձայն եմ, որ Թուրքիան շահագրգռված է, բայց արդյոք այդպես է։ Արդյոք Միացյալ Նահանգները Թուրքիայի ձեռքին գործիք են։ Իմ տպավորությունն այն է, որ այո, շատ այդպես Թրամփին լավ իմանալով, որպես բիզնեսմեն, ինքը տեսնում է հնարավորություն այնտեղ փող աշխատելու եւ նաեւ իհարկե վերահսկողություն իրականացնելու այդ ճանապարհի վրա։ Նաեւ Իրանի հետ տնտեսական այդ ներդրումային հնարավորություններ տեսնում եք, թե ամեն դեպքում այնտեղ ներսի այդ ռադիկալ, այդ իսլամիստական, ծայրեղական տրամադրությունները այնքան հզոր են, որ դա հնարավոր չէ պատկերացնել։ Տեսեք, ամեն դեպքում այդ ծայրահեղականությունը Իրանում դեռ շարունակում է գոյություն ունենալ, այսինքն լուրերին, որ հետևում եք Իրանի ներսից եկող բավական այդպես ասած բացասական վերաբերմունք այս համաձայնագրի կապակցությամբ գոյություն ունի, փորձում են ամեն կերպ այդպես ասած վերահսկել։ Հիմա Իրանում Իրանի պետական հեռուստատեսությունը մի տեսակ գտնվում է այդ թևի վերահսկողության տակ, այսինքն նրանք ունեն շատ հզոր լծակ քարոզություն տանելու վերջի շրջանում բավական թունդ ելույթներ եղան, հիմա փորձում են ամեն կերպ զսպել, թույլ չտալ, որ այդպիսի ելույթներ լինի եւ մտոլորտ այդպես ասած չթեզացնեն եւ փորձեն իրավիճակը վերահսկողության տակ մնա։ Սա պատճառ, որ ասում եմ մի քիչ չի կարելի հավատալ, որ կարելի ամեն ինչ հստակ լինել։ Հիմա դուք ասացիք, որ Թրամփն ասում է, որ տնտեսական հնարավորություններ ա ստեղծվում Միացյալ Նահանգների համար։ Կարծես թե քիչ էր անում։ Թրամփի կողմից մի տեսակ հայտարարություններ են հնչում, եթե գնում ենք իրանական կողմի հայտարարություններն ենք նայում, լրիվորեն տարբեր հայտարարություններ են գալիս։ Օրինակ Իրանի արգելափակված ակտիվների կալանքը վերցնելու խնդիրը կա դրված, որ շատ հստակ գրված է, պետք է դա տեղի ունենա։ Հիմա Թրամփն ասում է, մենք ոչ մի գումար չենք տալու, այդ գումարը մենք վճարելու ենք մեր Միացյալ Նահանգների գյուղացիներին եւ այդ գյուղացիների արտադրած եգիպտացորենը, սոյան եւ մյուս բաները, որ կարիքա ուղարկվելու է Իրան,
միշտ եթե Իրանին եք լսում, Իրանում ասում են չէ, այդպիսի բան չկա, մեկ այդպիսի պայմանավորվածություն չունենք, այդպիսի բան տեղի չունենալու։ Անկես ոչ ոք չի կարողանում հիմա հասկանալ ինչի մասին են պայմանավորվում։ Բայց մեկը Թրամփը բիզնեսմեն է, որ դուք ասիք այո ամեն դեպքում տնտեսական խանգարող գործոն կա։ Ծայրահեղ իսլամիզմը եւ ծայրահեղ սիոնիզմը այս խաղաղության գործընթացին ամեն դեպքում։ Քանի որ Իսրայելից խոսեցինք, Իսրայելի չեմ հիշում որ նախարարն էր, ասել է որ կառավարությունը պատրաստում է նախագիծ ճանաչելու հայոց ցեղասպանությունը եւ այնուհետեւ կներկայացնեն Կնեսեթի։ Արդյոք դա հավանական է, որ Իսրայելը կճանաչի եւ դա ինչ հետևանքներ կունենա ասես։ Այս թեման միշտ էլ գիտեք, արդեն օրակարգում եղել է որպես Իսրայել ճանաչի, բայց մի տեսակ իրենք չեն ցանկանում հոլոկոստի համար մի-որ զուգահեռ ստեղծել, հիմա մի տեսակ հույսով եմ որ լինի, չէ, բայց հիմա ուրիշ խնդիր ունեն իրանք։ Իրանք Գազայի ցեղասպանության մեջ են մեղադրվում, ընդ որում Թուրքիան ամենամեծ այսպես առաջամարտիկն է այդ մեղադրողների եւ հիմա սրանով կարծես թե հակակշիռ է։ Նայենք խնդրին, այո, ասենք Թուրքիայի գործոնը հակակշռելու համար իրանք փորձում են Թուրքիայի դեմ ինչ-որ լծակներ ստեղծել, հիմա չի բացառում վերջում գնան ինչ-որ այդպես ասած գործարքների հիմա Թուրքիան ինչ-որ զիջումներ կատարի, իրենք հետո այստեղ նորից մի տեսակ ցավալիորեն մեր ցեղասպանության հարցն է դառնում։ Բայց միշտ է այդպես եղել։ Օրինակ Ֆրանսիան որ ճանաչել է կամ չգիտեմ դատապարտող Բանաձև Անտոնին չի քաղաքական շահեր ունեն եւ դա նորմալ է, այսինքն ռեալ պոլիտիկի տեսակետից եթե իրավիճակն այդպեսին է պետք է օգտվել, ոչ թե ասել չէ մենք Իսրայելին չենք ուզում որ ճանաչի, մենք քանի որ հիմա օրինակ ասենք մենք Իրանի կողմից ենք կամ չգիտեմ Բաքվին ինքը օգնել է։ Եթե իրավիճակ է փոխել, արդյոք ճկուն դիվանագիտությունը չի հուշում, որ պետք է դա խրախուսել եւ օգտվել այդ իրավիճակից։ Անշուշտ պետք է խրախուսել եւ օգտվել, այսինքն նույնիսկ մեկ երկրի կողմից ճանաչումը ցեղասպանությանը մեզ համար օգտակար, հատկապես եթե նկատացնենք վերջին տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում ցեղասպանության միջազգային ճանաչման այդ թափը, որ մի շրջան հավաքել էր նախկին իշխանությունների օրոք, միանգամից սկսեց դադարել, գրեթե չի եղել, հիմա դա վերականգնելը կարծում եմ չափազանց կարևոր է կրկին ցեղասպանությանը բերել առաջ, այսպես ասած, օրակարգ բերել։ Ամեն դեպքում սովորական երկիր չի Իսրայելը, որ քանել հիմա տաբետ տեսակետ ունենանք, ամեն դեպքում կարևոր եւ միջազգային առումով խոսք ասող երկիր, այսինքն եթե օրակարգ դառնա Իսրայելի կողմից քննարկվի եւ հաստատվի, ես կարծում եմ բավական ձեռնտու պիտի լինի։ Հիմա չմոռանանք այստեղ նաև ասենք Նիկոլ Փաշինյանի գործոնը, որտեղ նրանք կարծում եմ ամեն ինչ անելու են, որպեսզի հավանաբար խանգարեն թույլ չտան դա լինի, որտեղ եթե Թուրքիան Նիկոլից խնդիր գնա մի թող խոսա որ չանեն, հավանաբար գնա միջնորդի որ չարվի դա ասացնեմ, բայց հույսով եմ որ տեղի ունենա եւ հերթական այս շարանը Հետ չասեմ որ դատապարտի Իսրայելի որոշումը Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ամեն ինչ հնարավոր է։ Իդեպ Թուրքիայի մասն էլ խոսեցինք, այդպես հերթով գալիս ենք։ Ձեզ համար անակնկալ էր, որ Թուրքիայից շնորհավորանքներ են հնչում, դեռևս չընտրված, չէ՞, դա ազգային ժողովը պետք է ընտրի նախագահը եւ այլն, բայց դեռևս չընտրված նախագահ Ռոբեն Ռուբինյանին արդեն շնորհավորում են Թուրքիայից։ Սա ինչի մասին է խոսում։ Կարծում եմ հրաշվանք են ապրում իրենք, որտեվ հիմա թեև Հայաստանում կոպիտ ասած դաբրոն արդեն տվել են, թրքամետ պաշտոնատարներ քիչ չեն, դժբախտաբար, ասենք շատ են եւ կան, բայց ամեն դեպքում Ռոբեն Ռուբինյանը առանձնանում է մի բանով, որ ինքը հիմնական բանակցող կողմն է եղել Թուրքիայի հետ վերջի շրջանում պատվիրակություն ինքն է գլխավորել եւ նրա ազգային ժողովի գլխավորելը կարծում եմ Թուրքիայի համար բավական հետաքրքիր լինել, իսկ կարծում եմ դրա պատճառով էր որ իրենք շտապեցին շնորհավորել, հիմա զարմանալի է, այսինքն միայն կարելի է զարմանալ։ Չէ, գիտեք ինչ, այն որ բոլոր, ասենք Ալեն Սիմոնյանին հակաթուրք չի կարելի, այնտեղ էր թուրքամետ, այսինքն ամբողջ ԿՊՆ-ը այդպեսին, բայց երբ որ դեռևս ազգային ժողովը պետք է նոր ազգային ժողով ձևավորվի, այդ ընտրեն, չէ։ Բայց արողակայքային առումով ծիծաղելի է, որտեղ դեռ չի եղել, չի ընտրվել քվարկություն, չի եղել, միայն մի հատ ներքին կուսակցության քվարկության պաշտոնապես էլ չի հայտարարվել, կուսակցության ներքին քվարկությունն ա եղել, հիմա լուրերը արտահոսք ա եղել, որ Ռոբեն Ռուբինյանն կոչվում է սա մեր տղան է, լավ է, շնորհակալ ենք գոհ ենք։ Եվ իդեպ միայն Ալեն Սիմոնյանն է շնորհավորել եւ Թուրքիան է շնորհավորել, ուրիշ մեկը առայժմ երկու շնորհավորանք ես գոնե տեսել եմ նկատել եմ, որ Ռուբինյանին շնորհավորել է, մեկ Ալեն Սիմոնյանն է եղել, մեկն է Թուրքիայից եկող շնորհավորանքն է եղել։ Այո։ Եվ նաեւ դրան զուգահեռ թուրքամետ իշխանությունը Հայաստանի փորձում է հերքել ընդդիմության այն ուրեմն առաջ քաշած վտանգների մասին հայտարարությունները, որ Ադրբեջանը ոչ թե խաղաղություն է ուզում, այլ ուզում է Հայաստանը։
եւ այդ 300,000 ադրբեջանցիների վերադարձ արևմտյան Ադրբեջան թեման իսկ փոխարեն հերքելու այդ ամենը Հայաստանի իշխանությունը հերքում է ընդդիմությանը, այսինքն այնինչ կարող են ուղղակի կանգնել եւ ասել պարոն Ալիև, պարոն էս ինչ, պարոն են ինչ, դա քննարկման թեմա չէ, այդպիսի թեմա չկա, երբեք չի լինելու ադրբեջանցիների վերադարձ կամ արևմտյան Ադրբեջան։ Սա ինչ է, ծածուկ համաձայնություն է, ինչ հասկանանք եւ որքանով է Հայաստանի ժողովուրդը դա հասկանում, հիմա նոր եք եկել այնտեղից։ Ցավոք սրտի վտանգը չեն ընկալում, այսինքն գուցե դժվար, չգիտեմ, մի տեսակ իրանք այնտեղ ապրելով, առօրյա հոգսերով տարված չեն հասկանում կամ ինչա կատարում իրենց հետ։ Մենք գուցե դրսից նայում ենք, ավելի լավ ենք հասկանում, այսինքն այդ հոսքը որ կա կամ այդ մտահոգությունը կա, սպառնալիք կա, մեզ համար մի քիչ ավելի շոշափելի է, բայց մարդիկ այնտեղ որ ապրում են, իրենց մի քիչ սովորական է։ Օրինակի համար չգիտեմ երևույթը տեսել եք թե չէ, օրինակ Turkish Airlines-ի ներկայությունը օրինակ Լոս Անջելեսից դեպի Հայաստան թռիչքն է, հիմա լրիվորեն, եթե մի տեսակ Qatar Airlines-ն էր այդ գործն անում ժամանակին Կատարի ուղղությամբ էր դա իրականացվում, հիմա այս պատերազմը որ եղավ մի տեսակ այդ ուղղությունների վտանգավոր դառնալը պատճառ դարձավ միանգամից Turkish Airlines-ն, այդ ամեն օր թռիչքներ ա գնում։ Այո, բայց միջնորդարված։ Ամեն դեպքում խոսում են այն ներկայությունը եւ իրենց ներկայությունը թուրքական ապրանքների ուղիղ չվերթներ է ուզում բացել Երևան, Լոս Անջելես։ Դա ուղղակի խայտարակություն կլինի։ Ամեն դեպքում այդ վտանգը դժբախտաբար իրենք չեն շոշափում, այսինքն գուցե դժվար է հասկանալ, որտեղ երբեմն հասկանում եմ ես իրենց, որտեղ եթե դու ներշում կանգնած ես այդպես ասած կամանց ամեն ինչ գալիս է դեպի քեզ, դու առօրյա հոգսերով զբաղված երբեմն չես էլ հասկանում ինչա գալի քո գլխին, հիմա մենք դրսից տեսնում ենք, դա չի կարծես մայկը որ իր տան մեջ կրակ անգե, հարևանության մեջ դու դրսից տեսնում ես կրակը իր տան մեջ, բայց ինքը տանը մեջ նստած մյուս սենյակի կրակը գուցե չի էլ նկատում, որտեղ ոչ ծուխի հոտնա գալի ոչ տեսնում է, բայց մենք դրսից տեսնում ենք այդ բանը եւ զգուշացնում ենք։ Հիմա Թուրքիայի կամ ադրբեջանցիների վերադարձի խնդիրն էլ մոտավորապես նման մեկ հարց է։ Հիմա եթե հիշեք ընտրությունների քարոզարշավի ժամանակ երբ ընդդիմությունը այս թեման շոշափում էր բարձրաձայնում էր դրա մասին, իշխանությունները հերքում էին չէ այդպիսի բան չկա, սուտ է ընդդիմության կողմից տարածվող ստեր են, շշուկներ են, այդպիսի թեմա չի կարող լինի, մեկ անգամ միշտ փակված է այդ թեման։ Ընտրությունների հաջորդ օրվանից տեսանք արդեն փառատոներ են անցկացնում Ադրբեջանում, ադրբեջանցիների վերադարձի։ Պարզապես հիմա այլևս ընդդիմությունն էլ չկա, այսինքն ընդդիմության խնդիրը չի եւ ասվեց որ ընդդիմությունը ճիշտ էր ասում, այդ թեման փակված չի ադրբեջանցիների համար եւ Նիկոլի ընտրությունը դեռ պատճառ է դարձել որ ավելի թեժանա այդ թեման, որտեղ մեկն է որ եւ Ադրբեջանը ամեն օր հաստատում է դա։ Շատ շնորհակալ եմ պարոն Մարգարյան հետաքրքիր զրույցի համար։ Ես շնորհակալ։ Եվ վերջում ուզում եմ տեղեկացնել, որ հուլիսի 2-ից 5-ը այս տարի եւս ինչպես ամեն տարի տեղի ունենալու Լոս Անջելեսում նավասարդյան խաղերը եւ Alpha News-ը պատվով եւ մեծ սիրով դարձել է այդ խաղերի հովանավորը, ինֆորմացիոն հովանավորը եւ մենք լուսաբանելու ենք մեր եթերների ընթացքում, այնպես որ միացեք միշտ մեզ եւ տեղեկացված կլինեք թե ովքեր են մասնակցում եւ ինչ ընթացք է ունենում նավասարդյան համահայկական խաղերը։